Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ Այսինքն մենք հենց մեր բնականon եւ բնական շահերի վրա հիմնված շահերը հենց այն գործոնն են, որ մեզ փոխադարձաբար զգայուն են դարձնում միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը չափազանց կարևոր է մեզ համար։ Իրանի զարգացումը չափազանց կարևոր է մեզ համար։ Եվ Իրանի անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար, եւ ես նույնիսկ չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա ասելու, թե ինչու, որովհետեւ դա այնքան ակնհայտ է։ Օրինակ, ես ձեզ բերեմ ամենապարզ օրինակը։ Ես ասացի, որ մենք շահագրգռված ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ գան Հայաստանի Հանրապետություն։ Ես ամենապարզ օրինակն եմ բերում, որպեսզի լսարանին էլ հասկանալի լինի իմ ասածը, ավելի բարդ բովանդակությունների մեջ չեմ մտնում։ Մենք ուզում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ավելի շատ զբոսաշրջիկներ գան։ Երբ դա տեղի կունենա, երբ որ Իրանի Իսլամական Հանրապետությունում լինի լավ բնական տնտեսական զարգացում, կայունություն եւ անվտանգություն։ Ես այս մի օրինակը բերեցի, այս իմ ասածի ընդամենը շատ փոքր հատվածն է, չնայած շատ կարևոր հատված։ Ես այս օրինակը բերեցի ցույց տալու համար, թե ինչպիսին է մեր ընկալումը Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների։ Բայց մյուս կողմից ես ուզում եմ ասել նաև, որ մենք փոխադարձաբար պետք է նաև հնարավորությունները տեսնենք։ Դուք խոսեցիք չօգտագործված հնարավորությունների մասին, բայց նաև պետք է ընդգծել, որոնք են այդ չօգտագործված հնարավորությունները։ Մասնավորապես հյուսիս-հարավ առևտրատնտեսական ուղղությամբ, օրինակ Հայաստանի Հանրապետությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը համագործակցելու շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն եւ մենք աշխատում ենք հիմա դրա վրա։